Սիրելի հայրենակիցներ, սիրելի հավատագիցներ, բարելույս բոլորիդ, թող Տերս օրհնե ձեզի բոլորիդ ու բոլորիդ առավոտը։ Ուրեմն քանի որ չափազանց շատ են մարդիկ, որոնց հետ պիտի սկսեմ աշխատանքներ, ուրեմն խորհուրդ կտամ բոլորիդ հետևյալ քայլը անեք։ Կան մարդիկ, որոնց հետ Աստված աշխատում է հենց YouTube-ով։ Կխնդրեմ գրուպի մեջ չներկրավեք։ Այսինքն Աստված ամեն մեկից թույլ տվեք, որպեսզի աշխատի այնպես, ինչպես ինքը կցանկանա։ Եղել են մարդիկ գրուպաների մեջ, որոնք պարզապես շատ քիչ են մասնակցել ծառայություններին։ Ժամային առումով կամ այլ խնդիրների պատճառով իրենց հարմար չի եղել։ Ուրեմն ովքեր որ կանչված են պարզապես YouTube-ով միանալու մեզ հետ, պարզապես մտեք միայն YouTube-ով լսելուն ու փոխվելուն, հակված եղեք ավելի շատ։ Ուրեմն իսկ ովքեր որ կանչված են խմբակների մեջ, ես ուղղակի կարգ ու կանոնը այսօր կուզենամ բացատրեմ, որպեսզի իմանաք։ Նախ բաժանորդներից մեկը հարցրել է, թե արդյոք արտաքինը կապ ունի, թե չունի։ Հիմա ձեզ ասեմ, արտաքինի մասին ինչ կասեք։ Սիրելիներ, այսօր արտաքինի մասին պիտի խոսեմ ու խմբակի կարգ ու կանոնի մասին։ Ովքեր որ չեն կարող այս կարգ ու կանոնին պարզապես հետևել, կխնդրեմ ուղղակի խմբակ չմտնեք։ Կարգ ու կանոնի մասին ես այստեղ գրել եմ, որը կներկայացնեմ, ամեն մարդ ինքը թող զգա, կարող է մնալ խմբակի մեջ, թե չի կարող, որովհետև անկարգ ու կանոն բաների պատճառով կարող է ծառայությունները երկարաձգվի, Աստծո ներկայությունը գնա, ինչպես նաև Աստծո օրհնությունը չլինի և բժշկություն չլինի։ Ես խոսել եմ այն մասին այս վերջին տեսանյութերի մեջ, որ հիմա Աստված ամեն մեկից տանում է սրբվելու ու մաքրվելու։ Արտաքին տեսքի հետ կապված, լավ, ես կետերը հեշտով հիմա կնշեմ, կարգ ու կանոնը, որոնք կան խմբակների մեջ և գրուպի մեջ ևս կտեղադրեմ, որը այսօր եմ բացել, որպեսզի գիտենաք ու տեղեկանաք։ Իսկ դրանից հետո ես նորից եմ կրկնում, կորոշեք, կարող եք խմբակին մասնակցել, թե չէ։ Առաջինը, խմբակ գալուտ նպատակը թող լինի պարզապես Աստծու հետ հանդիպում ունենալը։ Ոչ թե դառնաս խմբակում առաջնորդ, ոչ թե մտնես խմբակ, որ քեզ օգնեն, կան տարբեր նպատակներ։ Ուղղակի դու ուզում ես խմբակ մտնես մեզ հետ, որպեսզի անձամբ հանդիպես Աստծուն։ Երկրորդ, խմբակ մտնելով հետևիր բոլոր կարգ ու կանոնին։ Այսինքն, որոնք են կարգ ու կանոնը։ Խմբակի մեջ որևէ տեսանյութ պիտի չտեղադրվի, որևէ նկար չպիտի տեղադրվի, որևէ անձնական հարց չպիտի տեղադրվի։ Ինչի համար, որովհետև եթե խմբակում կան, քիչ վերցնենք, մոտ 20 հոգի, 10 հոգի, ու ամեն մեկ իրենց կարիքները կտեղադրեն, խմբակի մեջ կառաջանա իրական քաոս։ Կխնդրեմ, բոլոր անձնական հարցերը, տեսանյութերը, որոնք որ դուք դիտում եք, ուղարկեք ինձ, ուզում եք դիտեմ, բայց ընդհանուր խմբակին չուղարկեք, որովհետև այդ պատճառով կարող է խմբակում լինի թունավորում, որովհետև այսօր բոլոր քարոզները, բոլոր հավատքները չէ, որ ճշմարիտ են ու Աստծուց են։ Դրա համար էլ ես աղոթում եմ, մաղում եմ, ես ինքս շատ հարցերի մեջ սխալվում եմ, ես դա գիտեմ։ Հետո լինում է, երբ որ մեկը գրում է, մեկը մյուսից են նեղանում եւ այլն։ Բացի ինձանից, որևէ մեկը խմբակի մեջ որևէ բան թող չտեղադրի։ Որպեսզի երբ որ ես ծառայության ժամեր ասեմ, ինչ որ բաներ հայտարարեմ երևա, ոչ թե այնքան շատ լինի նամակները, որ ուղղակի փոթորիկ առաջանա։ Օրինակ, մեր ծնողական խմբերի մեջ այնքան շատ են գրում, որ ոչ մեկը չեմ կարդում։ Ինչի համար, որովհետև մի 2 ժամ մի ցավել պետք է որ բոլորի նամակները կարդամ, դրա համար ոչ մեկն էլ չեմ կարդում։ Նույնն էլ խմբակներում տեղի կունենա։ Եթե ամեն մեկը ինչ որ բան գցեք,
կվերածվի քաոսի ու որևէ մեկն էլ ուշադրության չի արժանանա։ Հուսով եմ, որ պարզ բացատրեցի։ Ծառայությունների ժամանակ եղեք ուշադիր։ Մեր ծառայությունների ժամանակ, հմպագային ծառայությունների ժամանակ որևէ մեկը դեմքը փակած չի մտնում։ Այսինքն մենք բաց ձևով մասնակցում ենք խմպակներին, ինչպես հիմա ես եմ ձեզ հետ խոսում։ Ինչի համար բացատրեմ, որովհետև մարդիկ կան, իրենց թվում է, որ իրենց դեմքը փակում են, տարբեր բաներով են զբաղվում, իրենք մասնակցում են խմպակներին։ Եթե մասնակցում ես խմպակին, ապա կմասնակցես այնպես, ինչպես ես եմ մասնակցում, եթե չես ուզում, որ երևաս, պարզապես մասնակցիր YouTube-ում անցկացվող ծառայություններին, այն տեսանյութերին, որոնք ես կտեղադրեմ։ Որովհետև մեզ պետք է բաց, թափանցիկ ծառայություններ, մինչև որ կգա ժամանակը, երբ որ Տերս արդեն կսկսի նաև Գյումրիում եկեղեցին բարձրացնել, ծառայություն բարձրացնել, հավատացեք, ես ինքս չգիտեմ, մի քիչ հետո ինչ պիտի ասի ինձ Տերը, որ ես անեմ։ Ես ինքս ենթակա եմ Աստծուն, եւ առանց Աստծու ես վախենում եմ միշտ որևէ բան անեմ, որովհետեւ եթե ես ինչ-որ բան մարմնից անեմ, հաստատ անես կժառանգեմ։ Դրա համար էլ, սիրելիներ, այն ինչ կարգ ու կանոն որ տալիս է Աստված, քանի հատ խմպակ արդեն Տերս փակել է անկարգ ու կանոն վիճակների համար ու ոչ ճիշտ մղումներով խմպակներին մասնակցելու համար, դրա համար ես ձեզ զգուշացնում եմ, ամեն անգամ խմպակներ Աստված մաքրում ու սրբում է։ Սա այն եկեղեցին չէ, որտեղ մարդկանց քանակ ենք շատացնում կամ զոհաբերությունների թիվ։ Սա այն եկեղեցին է, որտեղ որ մենք կենտրոնանում ենք մարդկանց սրբության մաքրության մասին։ Իսկ զոհաբերությունները միայն ընդունվում են այն ժամանակ, երբ որ հաստատ դու Տիրոջից ես առել եւ ինքս էլ խաղաղություն կզգամ։ Սա այդ եկեղեցին է, որովհետև զոհաբերություն անողները չէ, որ փրկվում են, հնազանդության մեջ քայլողներն են փրկվում։ Սա էլ պարզ բացատրի։ Հաջորդը հագնվիր կոգիկ պարկեշտ։ Սիրելի քույրեր, խմպակի ժամանակ խնդրեմ, հագեք շատ պարկեշտ։ Շատ անգամներ եմ նկատել, որ քույրերը հագնում են վերնաշապիկներ, որոնց որոշ մասը, որը բաց պիտի չլինի, բաց, արդեն պարզ է, հագեք շատ պարկեշտ։ Խմպակին մասնակցողները ընդհանրապես կխնդրեմ, որ չհարդարվեն, չպժնվեն, չզարդարվեն։ Ես ձեզ ասեմ ինչի համար, հիմա նաև այդ հարդարվելու հետ կապված խոսեմ։ Ես շատ վկայություններ եմ լսել, որ մաս ներկելը, քսվելը, եղունգները ներկելը դրանք մեղք են։ Այս տեսանյութի տակ ռուսերեն տարբերակով կտեղադրեմ ու առանձին նորից այդ թեմայի շուրջ շատ մանրամասն մեկ ուրիշ տեսանյութի մեջ կխոսեմ։ Դրա համար կխնդրեմ, ովքեր որ չեն կարող մտնել այդ կարգ ու կանոնի մեջ, առանձնագի պժնված, քսված, բաց հագնված, իրենք իրենցն են ուզում տնել, մի մասնակցեք խմպակներին։ Պարզապես մասնակցեք YouTube-յան ծառայություններին։ Մինչև ինքներդ հաստատություն կառնեք Տիրոջից, օրինակ ինձ ոչ ոք չի ասել, Աննա, մի քսվի, մաս մի ներկե։ Ես ինքս, եթե տեսնում եք, իմ մասերս ներկված է։ Ես երկար ժամանակ է, էլ չեմ քսվում, մատներիս մանիկյուր, ընդհանրապես չեմ էլ քսում ու միշտ աշխատում եմ համեստ պարկեշտ հագնվել։ Նաև մի հագեք շալվարներ, որոնք շատ քիփ են։ Եթե կհագնեք շալվարներ, ապա հագնվեք երկար բլուսկեկով։ Օրինակ ես տեսեք, ես ձեզ սա պարզ բաներ եմ ասում, իմ հագս շալվար է հիմա, այսպես պահեմ տեսեք։ Տնեմ, որ ավելի պարզ երևա։ Ահա, թույլ շալվար եմ հագած, տեսեք, երկար բլուսկով։ Ու իրականում շատ հաճելի է, երբ որ քրիստոնյան հագնում է պարկեշտ։ Ես ինչի համար եմ ասում, որովհետև